I will share something from my story. Can you start the Ես իմ PowerPoint? Yeah, պատմությամբ ձեզ it's հետ already here. ցույց կտանք այստեղ։ So, yeah. But we go just to the next picture, please. Խնդրում եմ հաջորդ նկարը ցույց տալ։ So, I like so much this picture. Ես այս նկարը շատ եմ սիրում։ And I really like to share with you. Ես կցանկանամ ձեզ հետ կիսվել։ You quote it in your language, please. Ես կկարդամ հայերեն տարբերակ այստեղ Աստվածաշնչից։ Հովհաննես 4:24-րդ համարը։ Աստված հոգի է, եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Amen. And just the next. Եվ հաջորդը Հովհաննես 4:23։ Բայց ժամանակ կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն հորը, որովհետեւ հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին։ Thank you so much. Please go back to the first picture. Խնդրում եմ նախորդը նորից Now ցույց տվեք։ the second, yeah, thank you. Yeah, what is most important Ուզում եմ հարցնել, ո՞րն է ամենակարևորը։ that we see in the relation to God there are some difficulties. Ինչպես տեսնում ենք, Աստծո հետ հարաբերություններում կան բարդություններ։ And Jesus says very clearly, God is spirit. Եվ Հիսուսը բարձրորեն ասում է, որ Աստված հոգի է։ And we are challenged to pray in the spirit. Եվ մեզ կարծես մարտահրավեր կա աղոթելու հոգով։ Now, every one of us must learn we have different attitudes of prayer. Բոլորս մեզանից ունի իր տարբեր վերաբերմունքը աղոթքի հանդեպ։ We can pray as a religious attitude. Մենք կարող ենք աղոթել որպես ինչ-որ կրոնական վերաբերմունք ունենալով։ I am sure all of you came today, it's Sunday, I go to church. Գիտեմ, որ ոմանք էլ եկեղեցի գալիս են, որովհետև կիրակի է եւ պետք է գնալ եկեղեցի։ And why do you go in the church service? Ինչու ենք մենք գնում եկեղեցական ծառայությունների։ Because we together like to pray to God. Որովհետև մենք միասին սիրում ենք աղոթել Աստծուն։ Amen. But Բայց when I look at myself, ես երբ որ ինքս ինձ հետ եմ, very often I pray because it's just a duty. Ես շատ հաճախ աղոթում եմ, որովհետև դա ինձ համար դարձել է կարծես պարտականության պես մի բան։ Then I make some good words from the Bible. I say, thank you God for the new Հետո ստանում եմ day. Աստվածաշնչյան ինչ որ խոսքեր, Աստծուն շնորհակալություն եմ հայտնում։ And then maybe after 3-4 minutes I think, well, my duty of prayer is over, now I go to work. Եվ միգուցե 2-3-4 րոպե հետո ասում եմ իմ պարտականությունը ավարտեցի եւ ես ազատ եմ, կարող եմ գնալ։ So then to pray is just a duty. Կարծես աղոթքը պարտականություն է։ I will be a good religious person. Ես կարող եմ լինել լավ կրոնավոր մարդ։ That's why I make some good words. Եվ կարող եմ ինչ որ լավ խոսքեր ասել։ And here you see there was the discussion. Եվ այստեղ կարող ենք տեսնել այս զրույցը։ The discussion was, should we pray on the Garizim, as the lady says, Եվ տեսնում ենք զրույցը կնոջ եւ Հիսուսի միջեւ։ or should we pray in Jerusalem? Արդյոք մենք պետք է աղոթենք ինչպես կարծես Երուսաղեմում։ And then Jesus says, this is not important where you pray. Եվ Հիսուս ասում է, կարծես կարևոր չէ թե դու որտեղ կաղոթես։ And what is important is that you really want to pray. Ինչն է կարևոր, երբ դու իրապես ուզում ես աղոթել։ That you have a deep desire to be connected with God. Այն է, որ դու կարողանաս ունենալ մտերիմ հարաբերություն։ So you see,
it's not the same if you fulfill just a duty. Եվ դա ընդհանրապես նման չէ այն բանի, երբ դուք պարզապես պարտականություն Or եք is կատարում։ it something deep from your heart? Այն պետք է լինի քո սրտի խորքից։ I try to explain. Ուզում եմ ավելին բացատրել։ When I come home, Երբ գնում եմ տուն, and I'm now married for 45 years, եւ ես արդեն 45 տարի է ամուսնացած եմ, and then my wife prepared a meal, եւ իմ կինը ինձ համար ճաշ է պատրաստել, and then she says, "Oh, Daniel, եւ հետո ինձ ասում է. «Էй, Դանիել, you are late. ուշացել ես, I'm ready since 10 minutes. 10 րոպեից ավել է ուշացել է, I made wonderful meal for you, եւ ես քեզ համար հրաշալի ճաշ եմ but you պատրաստել, are late." բայց ուշացել ես»։ Do you think I enjoy the meal? Ինչ եք ասում, ես կվայելեմ այդ ճաշել։ No, Ոչ իհարկե։ I feel guilty Ես ինձ մեղավոր կզգամ, because I'm late. որովհետեւ ուշացել եմ։ I feel criticized from my wife. Եվ կնոջս կողմից քննադատության եմ ենթարկվել։ And then I ask, Եվ ես կխնդրեմ, Lilian, կասեմ, Լիլիա, didn't you cook because you love me? արդյոք դու չէիր պատրաստել դա իմ սիրուց բխած։ And let's have a meal together because we love each other. Արի միասին ճաշենք, որովհետեւ մենք իրար սիրում ենք։ And maybe it doesn't matter if I'm 10 minutes late. Եվ միգուցե կարևոր չէ, որ ես 10 րոպե ուշացել եմ։ So you see, in the relation between husband and wife, Եվ այստեղ տեսնում ենք հարաբերությունը կնոջ եւ ամուսնու միջեւ։ there can be, the most important is the duty, Եվ սա կարող է լինել ամենակարևոր ինստիտուտը, and we like to fulfill the duty, եւ որը պետք է մենք լցնենք։ and if not, criticism. Եթե չենք լցնում սիրով, ուրեմն քննադատություն է։ But we like to love each other. Բայց մենք պետք է ցանկանանք իրար And սիրել։ so you see, it's the same in the relation to God. Եվ նույնն է Աստծո հետ հարաբերության մեջ։ We can say, I have a deal with God. Երբ կարող ենք ասել, մենք Աստծո հետ հարաբերություն ունենք, And I go to church, գնանք եկեղեցի, but God must bless me. God must give me the blessing. Ահա, եւ Աստված ինձ դրանով օրհնություն տա, օրհնի ինձ։ And if I don't get the blessing, I am angry with God. Եվ եթե ես Աստծոց օրհնությունը չստանամ, բարկանամ ուղղակի նրա հանդեպ։ It was a problem in our family. Եվ սա է հենց խնդիրը ընտանիքի։ We are serving God since 45 years. Եվ մենք Աստծուն ծառայում ենք արդեն 45 տարի, And my wife and me, we did more than most pastors did. եւ ես եւ իմ կինը շատ ու շատ ծառայություններ ենք մատուցել And then we Աստծուն։ have in mind, because we serve God, because we are serving God, Ահա, եւ քանի որ մենք Աստծուն ծառայում ենք, He will care for our children. նա մեր երեխաների մասին հոգ է տանում։ Then our children went another way. Եվ մեր երեխաները արդեն մեզանից հեռու են։ A lot of problems. Եվ դրա արդյունքում են առաջացել են շատ խնդիրներ, Drugs and many bad things. շատ վատ բաներ։ Then my wife get angry. Եվ դրա պատճառով իմ կինը բարկանում է։ And she said, God, we serve you. Եվ շատ անգամ ասում, Տեր, մենք չէ որ քեզ ծառայել ենք։ Our deal, we serve you. Մենք քեզ ծառայել ենք, Your deal, you care for our children. եւ դու էլ պետք է մեր երեխաների մասին հոգ տանեիր։ We have done our thing, Մենք մեր բաժինը կատարել ենք, but you not. բայց դու քոնը չէ։ Was a big problem. Որն է մեծ խնդիրը։ Now, in the meantime, everything changed. Եվ միևնույն ժամանակ ամեն բան փոխվեց։ My son came back to Jesus. Իմ տղան վերադարձավ Հիսուսին, Every morning he writes me Bible verses. ամեն առավոտ նա ինձ համար կարդում է Աստվածաշնչյան խոսքեր, And we had to learn something. եւ մենք պետք է սովորենք դրանից ինչ որ բաներ։ In the relation to God, Աստծո հետ հարաբերության մեջ
we have not a deal. Մենք ունենք ինչ որ անելիքներ։ We believe in God's love Մենք հավատում ենք Աստծո սիրուն no matter what happens. եւ կարեւոր չէ թե ինչ կկատարվի։ And that's what God here wants. Ահա թե ինչ է Տերը ուզում։ He wants that we praise Him. Նա ուզում է, որ ես իրեն փառաբանեմ։ That from deep from our heart, Իմ սրտի խորքից, from deep from our heart, we իմ love սրտի Him. խորքից ես սիրում եմ նրան։ Մենք No սիրում ենք matter what նրան։ happens, Եվ կարևոր չէ թե ինչ է no matter կատարվում։ what happens with money, Կարևոր չէ թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ են գումարի հետ։ no matter what happens with family, Կարևոր չէ թե ինչ է կատարվում ընտանիքում։ no matter what happens with our health. Կարևոր չէ թե ինչ է կատարվում մեր առողջության հետ։ To praise God Տիրոջը փառավորելը means very նշանակում է, true. որ դա ճշմարիտ է։ I will worship God Եվ ես պետք է երկրպագեմ Աստծուն։ no matter what happened. Եվ կարևոր չէ թե ինչ է կատարվում։ And this means in truth. Եվ սա է I նշանակում really want ճշմարտությունը։ to worship God. Ես իրապես ցանկանում եմ Տիրոջը փառավորել։ And not I ask, Lord, I do this and you do this. Եվ ես հարցնեմ, ասեմ, Տեր, ես սա եմ անում եւ նա եմ անում։ And if not, I'm disappointed and go away. Եվ եթե դա պետք չէ, ես ուղղակի կհեռանամ այդ ամենից։ Because God is God. Որովհետեւ Աստված է, He is always good, նա ամեն ժամանակ բարի է։ whether I realize exactly or not. Կապ չունի, ես հավատում եմ, վստահում եմ, թե ոչ։ And that's why he says Եվ նա ասում է, we need to worship in spirit and որ in մենք truth. պետք է երկրպագենք հոգով եւ ճշմարտությամբ։ Now, maybe we have a problem. Միգուցե մենք ունենանք խնդիրներ։ We like to worship God, Արդյոք մենք դրա ընթացքում սիրում ենք Տիրոջը երկրպագել։ but we do not worship him in the spirit. Բայց կարող է եւ չերկրպագենք հոգով։ We worship God out of our religious nature. Կարող ենք Տիրոջ երկրպագել ուղղակի կրոնական ձևով։ We see many religions, Jewish religion, Muslim religion, Hindu Մենք շատ religion. կրոնավորներ ենք տեսնում մուսուլմանական կրոնավորներ եւ այլն։ In all this religion, people like to pray to God. Կրոնավոր մարդիկ սիրում են Աստծուն աղոթել։ Why? Ինչու։ Yes, I'm a good person. Ասում են, That's why այո, I'm praying ես now. լավ մարդ եմ, ես բարի եմ, դրա համար ես աղոթում եմ։ So you see, it's a desire in ourselves to be good, also to be Նրանք good in իրենց religion. որոշել են լինել բարի, ունենալ այսպես առաքինի տեսք եւ Աստծուն երկրպագել։ Why at the time of Jesus so many went for prayer in the temple of Jerusalem? Ահա թե ինչու շատ անգամ Տերը նախընտրում էր աղոթել Երուսաղեմում։ They just wanted to be good Jewish people. Նրանք ուղղակի ուզում էին լինել հրեա մարդկանց հետ։ And the best of all was the high priest. The best of all Jewish religious people was the high priest. Ահա եւ հրեա մարդկանցից շատերը քահանաներ են կոչվում։ And what did the high priest do? Եվ ինչ են անում այդ քահանաները։ He brought Jesus to the cross. Այդ քահանաները Հիսուսին բերեցին խաչին։ So you see, there is a problem with religious prayer. Ահա թե որն է կրոնավոր աղոթքի խնդիրը։ So the religious prayer is coming out of my own nature. Այդ կրոնավոր աղոթքը գալիս է իմ էությունից, Because I like to be a good religious person. որովհետև ես սիրում եմ լինել իբրև առաքինի կրոնավոր մարդ։ How can we escape this trap of the enemy? Ինչպես կարող ենք մենք խուսափել թշնամու այս ծուղակից։ Next slide, please. And one more. Yeah. So read it, please, in Luke 11:9. Until you are there, I explain. You know, we must consider ourselves, and we must think about what is really going on in my heart.
you find it? Ղուկաս 11:9 գլուխը կարդամ։ Եվ ես ասում եմ ձեզ, խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ։ And just the next, just go on. Just the next, please. Շարունակեմ հաջորդը, որովհետև ամեն ով որ խնդրում է, առնում է, եւ ով որ որոնում է, գտնում է, եւ ով որ դուռը թակում է, բացվում է նրան։ And just the next. Եվ հաջորդն է. Եվ ձեզանից որ հորիսն իր որդին համար հաց ուզե, միթե քար կտա նրան, կամ եթե ձուկ, միթե ձկան տեղ օծ կտա նրան։ Եվ կամ ձու ուզե, միթե կարիճ կտա նրան։ So you see, Ահա ինչպես տեսանք, when I look at myself, երբ ես ինքս ինձ նայում եմ, I realize something. ես ինչ որ բանի պիտի հավատամ։ Again and again I must ask, Եվ նորից ու նորից ես պիտի խնդրեմ, please, խնդրում եմ, God, Father, Տեր, give me your spirit. տուր ինձ քո հոգին, Give me your spirit. տուր ինձ քո հոգին, Give me your spirit. տուր ինձ քո հոգին, Deliver me from myself. ազատիր ինքս ինձանից, Help me to become true օգնիր ինձ դառնալ ճշմարիտ, and pour out your Holy Spirit in my heart եւ քո սուրբ հոգին լցրու իմ սրտում, that my prayer will reach you. որ իմ աղոթքը հասնի քեզ, Because if I only pray a religious prayer որովհետեւ եթե ես աղոթեմ մի կրոնավոր կերպով, out of religious duty, այդ կրոնավոր կերպարից դուրս it will not satisfy me այն ինձ չի բավարարի and it will not reach the throne of God. եւ աղոթքս չի հասնի Աստծուն, But if we humble ourselves բայց եթե մենք խոնարեցնում ենք մեր անձերը and if we confess, I cannot pray that it is right in the eyes of God, եւ խոստովանում, որ դա ճշմարիտ չէ Աստծո աչքերին, then somehow I step out of myself and I said, I need the Holy Spirit to եւ ես pray. դուրս կգամ իմ անձից եւ կասեմ, որ Սուրբ Հոգու կարիքը ունեմ իմ աղոթքներում, And then what happened? եւ հետո ինչ կկատարվի, The Holy Spirit will come Սուրբ Հոգին կգա, and He will touch your heart նա կհպվի քո սրտին and He will help you to become true. եւ նա կօգնի, որպեսզի դու կարողանաս հաղթահարել, He will դառնալ help- ճշմարիտ He will help you to confess your sin. եւ կօգնի, որ դու կարողանաս խոստովանել քո մեղքերը And you will pray like David prayed. եւ կաղոթես այնպես, ինչպես Դավիթն էր աղոթում։ Please, God, Խնդրում եմ, Տեր, give me a pure heart. տուր ինձ մաքուր սիրտ, Make it pure inside, իմ ներսում այն մաքրիր, that my prayer որ իմ աղոթքը will be a prayer in the Spirit and in the truth. դառնա հոգով եւ ճշմարտությամբ լցված աղոթք։ And then the next, please. Եվ հաջորդը խնդրում եմ։ So, 2 Corinthians 4:13. Երկրորդ Կորինթացիների 4:13 4:13 համարը։ Բայց միևնույն հավատքի հոգին ունենալով, ինչպես գրված է, հավատացի եւ նրա համար խոսեցի։ Մենք էլ հավատում ենք եւ սրա համար էլ խոսում ենք։ So, this is wonderful. If we clean our heart, Եթե մենք մաքրում ենք մեր սիրտը, and then the Spirit is moving, հետո արդեն հոգին սկսվում է շարժվել then we can really pray. եւ կարողանում ենք իրապես աղոթել։ And then we start to say something. Եվ սկսում ինչ որ բանել ասել։ Then, for example, we say, Օրինակ, Lord, I like that my neighbor will be saved. կարող ենք ասել, Տեր, ես ուզում եմ, որ իմ հարևանը լինի փրկված, Because I feel a touch from the Holy Spirit. որովհետեւ ես զգում եմ, որ հպված եմ Սուրբ Հոգուց։ And when I see the trouble of my neighbor, Եվ երբ տեսնում եմ խնդիրը իմ հարևանի, Holy Spirit touches my heart Սուրբ Հոգին հպվում է իմ սրտին and say, oh, my neighbor could
completely have a new life. Եվ ես ասում եմ, իմ հարևանը կարող է ունենալ ամբողջապես նոր կյանք։ And then I start to speak. Եվ սկսում եմ խոսել։ Maybe I go to my pastor Միգուցե ես պետք է մոտենամ իմ հովին or in a small group. կամ մեր խմբակների հովիվներին։ And then I share and say, let's pray for our neighbor. Կիսվենք մեր հարևանի պատմությամբ եւ խնդրենք, որպեսզի նրա համար աղոթեն։ So my wife and me, long time we were praying Ես եւ իմ կինը շատ երկար ժամանակ աղոթել ենք։ for my mother-in-law. Your mother For my mother-in-law. իր զոքանչի համար։ And then in our church they made a construction for new apartments. Եվ իրենց եկեղեցին սկսել էր նոր բնակարանի կառույցներ։ And then we had in mind from the Holy Spirit, my mother-in-law should come in this apartment. Եվ մենք խնդրում ենք Սուրբ Հոգուն աղոթում նրա համար, որպեսզի իմ զոքանչը կարողանա գա այս նոր բնակարաններից And մեկում then բնակվի։ we prayed about this. Մենք աղոթեցինք դրա համար։ And not only prayed, then because it says, if we have the Spirit, we start to speak. Եվ ինչպես խոսքում է ասվում, եթե մենք ունենք հոգին մեր մեջ, սկսում ենք խոսել։ Then I said to my wife, hey, your mother could come in this apartment. Հետո ես իմ կնոջն ասացի, լսիր, քո մայրը կարող է գալ այս տներից մեկում բնակվել։ And then we went to the mother. And then we went to her mother. Եվ հրավիրեցինք իր մայրիկին։ And then she said, okay, if my furniture has place, I come. Եվ մաման էլ պատասխանեց, լավ, եթե իմ կահույքը տեղավորվի, ուրեմն կգամ։ Then she came. Եվ հետո եկավ։ But she didn't attend our church service. Բայց չէր մասնակցում մեր եկեղեցական ծառայություններին։ Then we prayed again. Մենք նորից սկսեցինք աղոթել։ And then we start to speak. Եվ խոսքեր And հռչակեցինք։ then we said, Mama, come in our church service. Եվ ասացինք, մայրիկ, արի մեզ հետ գնանք եկեղեցական ծառայությունների։ And then she came. Եվ նա եկավ, And then she accepted Jesus. ընդունեց Հիսուսին And then she was baptized. եւ մկրտվեց։ And this is now many, many years ago. Եվ անցել են տարիներ։ And she says, this is the most happy time of my life, coming in this apartment, meeting Jesus coming in the Սա church. իմ կյանքի ամենահրաշալի ժամանակաշրջանն էր, որ ես եկա այս բնակարան, սկսեցի բնակվել այդտեղ եւ ձեզ հետ եկա եկեղեցի։ But that's not the end of the story. Բայց սա պատմության վերջը չէ։ Once a lady came as a guest in the apartment of my mother-in-law. Ահա, եւ մի անգամ մի կին հյուր եկավ իմ զոքանչի տուն։ And then she looked down Նա նայեց իր շուրջը and she sees the people going to church. եւ տեսավ, որ մարդկանց, ովքեր գալիս էին, հաճախում էին եկեղեցի։ And then she asked, what's going on? Եվ ասում է, ինչ է այստեղ կատարվում։ Then we said to Renate, this is our church. Եվ նա պատասխանեց, սա մեր եկեղեցին է։ And the Spirit says, invite her in the church. Եվ հոգին նրան ասում է, որ պետք է հրավիրի եկեղեցի։ Then we said, Renate, come. Ասում է, Ռենա, արի գնանք եկեղեցի։ And she came. Նա եկավ, And she met Jesus. ընդունեց Հիսուսին, And she got baptized. նա էլ մկրտվեց։ And in the meantime, she brought many people in our church. Եվ միևնույն ժամանակ նա շատ մարդկանց բերեց եկեղեցի։ Hallelujah. And so you see, that is how the Holy Spirit is using us. Ահա տեսնում ենք, թե ինչպես է Սուրբ Հոգին օգտագործում, գործածում մեզ։ That's why Jesus said to this lady, God is spirit, Դրա համար Տերն ասաց այս կնոջը, գնա հոգով, and you must pray to God եւ դու In պետք the է spirit. աղոթես Աստծուն հոգով and in the truth, եւ ճշմարտությամբ, not as a duty, ոչ թե որպես պարտականություն, not as a religious attitude, ոչ որպես կրոնական վերաբերմունք ունենալով, as a desire of your heart. քո սրտի ցանկությամբ։ Maybe today you say, I have not so much the desire to pray.
Միգուցե այսօր դու ասում ես, ես այդքան էլ ցանկություն չունեմ աղոթելու, then I have good news for you. բայց ես քեզ համար բարի լուր ունեմ։ You can pray to God Դու կարող ես աղոթել and Աստծուն you can say, God, եւ ասել. please Տեր, խնդրում եմ, give me your spirit. տուր ինձ քո հոգին, Touch my heart. հպվիր իմ սրտին, Make me new from inside out. ինձ նորացրու, թարմացրու, Տեր, իմ ներսը նորովի դարձրու, Pour out the desire to really worship you. լցրու ինձ այն ցանկությունով, որ իրապես ցանկանամ քեզ երկրպագել։ It's not a problem and not a sin Սա խնդիր չէ եւ ոչ էլ մեղք է։ if we have not so much the desire to Եթե pray. չենք ունենում այդպես մեծ ցանկություն աղոթելու, But it's very wrong բայց դա սխալ է if we miss the challenge to ask for the Holy Spirit. եւ դրա համար մենք պետք է խնդրենք Սուրբ Հոգուն։ Hallelujah. So, a little bit from my life, I will show you what happened in my life. Եվ մի փոքր էլ կկիսվեմ իմ կյանքով, թե ինչ է կատարվում իմ So, կյանքում։ I'm born in Angola long time Ես ago. ծնվել եմ Անգոլայում 1953 And you թվականին։ see, when I'm born, there were 1,000 Christians. Երբ ես ծնվեցի այդ ժամանակ այդտեղ 1000 հոգի And քրիստոնյաներ now it's 1.5 million. Where? Եվ նա հիմա արդեն դարձել են 1.5 միլիոն այստեղ կանգնել։ So, every year when I'm there, more and more Christians are coming. Ամեն տարի նոր ու նոր Next ավելիով են շատանում քրիստոնյաների թվերը։ So you see, my hair was a little bit longer Տեսնում եք ինչպես իմ մազերը մի քիչ երկար են and had a little bit another color. եւ գույնն էլ մի փոքր այլ է And at that time, the Holy Spirit touched me. եւ հենց այս ժամանակ է Սուրբ Հոգին ինձ հպվել։ And you know, when the Holy Spirit is touching you, Եվ գիտեք, երբ որ Սուրբ Հոգին հպվում է քեզ, you will become a desire. դու արդեն ձեռք ես բերում այդ ցանկությունը։ And this desire I have till today, Եվ այդ ցանկությունը, երբ որ ես ստացել եմ, մինչ օրս ունեմ։ and it's the desire to make disciples. Եվ հենց այդ ցանկությամբ էլ ցանկանում եմ ունենալ աշակերտներ։ You know, this is the most important and the most blessing what Jesus said to his disciples. Եվ սա էլ հենց ամենակարևոր եւ օրհնաբեր բանն է, որ Տերն ասաց, Հիսուսն ասաց իր աշակերտներին։ Go and make disciples that make disciples that make Գնացեք եւ disciples that make աշակերտեցեք, disciples. աշակերտեցեք եւ ելի աշակերտեցեք։ Okay, how can we make disciples? Հիմա ուզում եմ անդրադառնալ նրան, թե ինչպես կարող ենք աշակերտել։ We only can make disciples if we learn the cooperation with the Holy Spirit. Մենք միայն կարող ենք աշակերտել այն ժամանակ, երբ համագործակցություն ունենանք Սուրբ Հոգու հետ։ Disciple making is something that is flowing. The Spirit gives you the desire, the Spirit shows you the people, and you will make disciples of them. Սուրբ Հոգին տալիս է այդ ցանկությունը, ցույց է տալիս մարդկանց, թե ում հետ կարող ենք աշակերտություն անել։ So when I discovered I have this gift from the Spirit and this call to make disciples, Երբ ես բացահայտեցի իմ մեջ, որ Սուրբ Հոգին ուզում է, որպեսզի ես աշակերտեմ, I started to make disciples out of my brothers. Out of my Եվ ես սկսեցի աշակերտել, չնայած իմ խնդիրներին։ and they become pastors, both. Եվ իմ աշակերտածներից շատերը դարձել են հովիվներ։ And then I went to the university. I went as a pastor to the university. Ես հովություն եմ կատարել նաև համալսարանում։ And all these precious people came to Jesus in the time when I was pastor there. Եվ այս մարդկանց, որ տեսնում եք, նրանք եկել են Հիսուսին եւ իրենց կյանքը նվիրել ծառայությանը։ And then I learned to preach and I was in many big crusades. Եվ ես շատ տարբեր լսարաններում եմ եղել, այնտեղ քարոզներ մատուցել։
This was in Costa Rica, and Սա Կոստա Ռիկայում է։ in the church they found out Եվ այդտեղ մենք բացահայտեցինք, որ իրենց ընկերները, հարևանները չեն սիրում գնալ եկեղեցի։ but somehow the Holy Spirit gave them a great revelation. Բայց ինչ որ կերպով Սուրբ Հոգին նրանց հետ փոխհարաբերություն էր ստեղծել։ The neighbor don't like come to church, but they like to eat. Այն մարդիկ, որոնք չէին սիրում գալ եկեղեցի, նրանք սիրում էին ուտել։ Very special revelation from the Holy Spirit. Շատ հրաշալի հարաբերություն է Սուրբ Հոգու հետ։ Then they said, okay, Եվ ես ասացի լավ, we change the church facility in a great restaurant, մենք կվերածենք եկեղեցին որպես մեծ ռեստորանի and we give them best meal ever. եւ մենք կտանք լավագույն ճաշը երբևէ And then when they have eaten, եւ երբ որ նրանք արդեն ուտեն, then Pastor Daniel is coming and preaching. Հովիվ Դանիելը կգա եւ կսկսի քարոզել։ And this was the result. Ահա եւ արդյունքը դրա։ So you see, the Holy Spirit gave the inspiration in this church. Ահա տեսնում ենք թե ինչպես է Սուրբ Հոգին տալիս այդ ոգեշնչումը, միտքը, թե ինչպես կարող ենք ծառայել։ We must do something new, Մենք պիտի ինչ-որ նոր բան անենք, something attractive. ինչ-որ տպավորիչ բան, գրավիչ լինի։ Of course, always people come in the church service, Իհարկե մարդիկ գալիս են եկեղեցի, and some come to Jesus. ոմանք գալիս են Հիսուսին, Like I told you the story of Ինչպես my որ mother-in-law and Renate and պատմեցի many ձեզ more. իմ զոքանչի պատմությամբ եւ նրա ընկերուհու, But somehow we need a breakthrough in a greater dimension. բայց երբեմն մենք պետք է ճեղքենք ինչ-որ չափորոշիչներ, Because we wanna reach Armenia. որովհետեւ մենք ուզում ենք գրավել Հայաստանը We are not satisfied from what we have seen. եւ բավարարված չենք նրանով, ինչ հիմա ունենք We like to see more. եւ ուզում ենք տեսնել ավելին։ And so we need the inspiration from the Holy Spirit. What can we do? Եվ դրա համար մենք Սուրբ Հոգու ոգեշնչման կարիքը ունենք այն ամենի մեջ, ինչ որ անում ենք։ And to be better equipped, then I said, I will study more church history. Եվ ավելի շատ եկեղեցական պատմություններ դες պատմություններ կկիսվեն։ I wanted to know how the United States were changed. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է Ամերիկան փոխվել։ And you see, here you see 80 or 93 years. 93 տարի առաջ մոտավորապես, And in this time, there is a mistake. This should be a 7, sorry. թվերի մեջ մի փոքր սխալ։ So here you see, this is the foundation of the United States. Այստեղ տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնման 15,000 members. 15 միլիոն անդամներ, մարդիկ, And here, 3 million. եւ արդեն 1860 թվին 3 միլիոն։ And then I wanted to know, Խոսքը հավատացյալների what մասին did է։ they do? Ինչ ենք մենք արել։ And then I studied the statistics. Եվ սկսեցի ստատիստիկաներով։ And then I have seen in the statistic, every 10 years, they had double size. Եվ տեսա ստատիստիկայում, որ նրանք ամեն տարի ավելանում են։ Now, when the Holy Spirit is moving your church, Ուզում եմ ասել, որ երբ Սուրբ Հոգին իր գործն է անում ձեր եկեղեցում, you start to speak. դուք սկսում եք խոսել։ You say, at least in 10 years, we have double size. Եվ միգուցե ասեք, վերջին 10 տարվա ընթացքում մենք կրկնապատկվել ենք մեր Maybe թվով։ already in 5, who knows? Կամ միգուցե 5 տարի հետո դա ասեք, ով But գիտե։ by the inspiration of the Holy Spirit, Սուրբ Հոգու ոգեշնչմամբ we speak, we grow. մենք խոսում, հռչակում եւ մեծանում ենք մեր թվով։ We reach new people. Հասնում ենք նոր մարդկանց։ We ask for an inspiration from the Holy Spirit what we could do.
Սուրբ Հոգուց իր ոգեշնչումը այն ամենի մեջ ինչով որ կանցնենք։ One of my good friends in Sofia, Իմ ընկերներից լավ ընկերներից մեկը Սոֆիան, they had the following inspiration. նրանք շատ հեռու էին այդ They ոգեշնչումից։ said, how can we reach young people? Եվ ասում էին ինչպես կարող ենք հասնել մարդկանց։ Then they said, everyone has once a year birthday. Եվ ես ասացի, բոլորն էլ ունեն իրենց ծննդյան օրերը։ You have this also in Armenia? Հայաստանում դուք էլ ունեք, չէ՞, Happy ձեր ծննդյան օրերը։ birthday to you. Happy birthday to you. Okay. Then they said everyone makes birthday party. Եվ ես ասեցի, կարող ենք անել ծննդյան տոնակատարություններ։ And to this birthday party they gave even money to the young people Եվ այդ ծննդյան նվերների համար նրանք տալիս էին գումարներ, that they can invite many of their friends. որովհետեւ կարողանան իրենց շատ ու շատ ընկերների հրավիրել։ And then they have birthday party. Ունենան ծննդյան այդ And տոնակատարությունը։ many non-believer come because Եվ they իհարկե just know այդ հավաքույթի the birthday ժամանակ շատ child. անհավատներ կգան, And then they sing and drink Նրանք and have կերթեն, a nice time. լավ ժամանակ And then they կանցկացնեն։ give an invitation for some program of the church. Եվ մենք ունենանք եկեղեցու հետ կապված մեր ծրագիրը։ So you see, out of this study I thought, okay, one thing is I go for crusade evangelism. Եվ այս ստատիստիկայով ես մի օր ասացի, լավ, ես կգնամ ավետարանչության, But more important is equip a church how they can do it themselves. բայց իմ նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի ես կարողանամ կոփել, այսպես ասած, պատրաստել եկեղեցուն ծառայությունների։ So I started to be in the Pentecostal Church Assembly of God in my hometown. Եվ ես իմ հայրենիքում եղա մի 50-ական եկեղեցում, And this is my senior pastor. սա իմ հովիվն է, And then I started this program in our church. եւ իմ ծրագիրը սկսեցի հենց մեր եկեղեցուց։ And next. Հաջորդը ցույց տվեք։ So how to be happy. Ինչպես լինել երջանիկ։ Why does God allow this? Ինչու է Աստված որոշ բաներ թույլ տալիս։ What is the meaning of life? Եվ ո՞րն է կյանքի նպատակը։ Discover the gift of God. Աստծո ընծան հայտնաբերելը, Living in new dimension. նոր մակարդակում ապրել։ And so you see, in 10 years, Եվ 10 տարի անց we had 155 little meetings with guests and մենք Christians. արդեն ունեինք 155 նոր խմբակներ And we had more than 700 guests եւ ավելի քան 723 հյուրեր ենք ունեցել այդ ընթացքում, and more than 400 came to Jesus. more than More than 400 Ահա, decisions for Jesus. 415 հոգուց 415 որոշումներից ավելի որոշումներ են կայացրել։ So for me, Կարևոր որոշումների մասին։ so for me it was a test. Can a church continually win new people? Եվ սա կարծես փորձություն լիներ, արդյոք կարող է եկեղեցին մարդկանց շարունակաբար բերել Աստծուն։ And in my church is still going on. Եվ իմ եկեղեցին դեռ շարունակում է իր գործունեությունը։ Just last Thursday, Renate had another couple of guests. Եվ մենք շատ ու շատ բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ And then I started to go to Ukraine, Ես սկսեցի գնալ Ուկրաինա, to Kaluga, Կալուգա 2015, Nizhnevartovsk, Նիժնի Վարտովսկ where we had a great 2018, time in 2018. It's the church of Dimitri. Եվ Please stand 2018 up. Դիմիտրիի եկեղեցի եմ գնացել։ He is pastor in Nizhnevartovsk, Նիժնի Վարտովսկում նա է հովիվը, and he is a very important help for our great friend Vasily Vityuk. the name what? Thank you so much. Եվ շնորհակալ է նրան իր ծառայությունների համար եւ այս կապի համար։ Next. Yeah, and this was training in Egypt.
Սա Եգիպտոսում է, And here I had again the privilege to preach in Angola, where I'm born. եւ արտոնություն ունեցանք ունենալու քարոզ Անգոլայում, So there was ordination of 25 pastors. 25 հովիվներից ավել մասնակցություն են ունեցել, And imagine how I felt. եւ պատկերացնեք ինչ էի ես զգում I այդ was ժամանակ։ born here Ես էստեղ եմ եղել 70 years ago. 15 տարի առաջ, Little group of Christians. փոքր քրիստոնեական խմբով, Now 10,000 were listening հիմա տեսեք բազմությունը and, հազարավոր։ and excited about what God is doing. Եվ շատ տպավորված եմ նրանից, թե ինչ է Աստված անում։ So this is in Tanzania. Այստեղ արդեն Տանզանիան է, So all live material was translated in Swahili language. եւ շատ գրքեր են թարգմանվել տարբեր լեզուներով։ And here are the students in India. Այստեղ են ուսանողներ Հնդկաստանի, Next, please. Yeah, and this is an example of Pastor Stephen. եւ այստեղ Հովիվ Սթիվի հորդինակն է։ Next. And so I'm excited about the testimony of Pastor Stephen. Եվ տպավորված եմ Հովիվ Սթիվենի վկայությամբ։ He says, Dr. Daniel, I'm so thankful for the teaching for evangelism. Նա ինձ ասաց մի օր Հովիվ Դանիել, ես այնքան շնորհակալ եմ ձեզ ավետարանչության այս դասընթացների համար։ And this is the result, preaching and baptism Եվ and ահա a lot of joy. ծառայությունների արդյունքը։ And last Sunday I was in Portugal. Անցած Կիրակի ես Պորտուգալիայում էի, And in Minsk they have very special movement. եւ Մինսկում շատ հզոր շարժում կա։ And one more. So, dear brothers and sisters, Այսպիսով սիրելի քույրեր եւ եղբայրներ, what can we do? ինչ պետք է անենք։ What we must confess? Ինչերին պիտի հանդիպենք։ Normally, we just try to be religious. I speak of myself. I will not Ես accuse խոսում եմ anyone. ինքս ինձ համար իմ անունից։ So fast we go that to be a Christian is just a duty. Պետք է մենք անցում կատարենք այդ պարտականությունից As a քրիստոնեական։ duty I go to church. As a Ես duty չեմ I գնում pray. եկեղեցի որպես պարտականություն, ես չեմ աղոթում որպես պարտականություն։ And then we ask ourselves, what's going on? Why don't we see more fruit? Եվ կարող ենք ինքներս մեզ հարցնել, ինչ է կատարվում։ Մենք ոչ մի պտուղ չենք տեսնում։ Where is our joy? Where is our strength? Որտեղ է մեր ուրախությունը։ And then we must confess. Եվ մենք պետք է հռչակենք։ I slipped more to be a traditional Christian. Ես ուզում եմ հեռու լինել այս տրադիցիոն քրիստոնեայի կերպարից։ And somehow it was no longer true in my heart. Եվ սա ինձ համար իմ սրտում սխալ է, It became a duty instead of a passion. որովհետև այն դարձել է պարտականություն։ What can I do? Ինչ կարող եմ անել։ We confess Մենք կարող ենք հռչակել, that we left the first love. որ մենք թողնում ենք հետին կյանքը, առաջին կյանքը, And we confess, I cannot make myself loving God more. I cannot. եւ հռչակում ենք, որ այլևս չենք կարող մեր անձերին այսպես շարունակել թողնել։ But if I humble myself Եվ եթե ես խոնարհեցնեմ իմ and անձը I say, oh God, եւ ասեմ Տեր, look in my life, նայիր իմ կյանքին, see what happened. տես ինչ է կատարվում։ I need your spirit. Ես քո հոգու կարիքն I ունեմ։ need a new anointing. Ես քո օծության I կարիքն need a ունեմ։ new touch. Ես քո հպման կարիքն ունեմ։ Please Խնդրում եմ, pour out your Holy Spirit լցրու քո Սուրբ Հոգով, that I love you again որ ես կարողանամ քեզ կրկին սիրել, with all my heart, իմ ամբողջ սրտով, with all my strength. իմ ամբողջ զորությամբ, And then it's no longer a duty ոչ թե պարտականություն լինի to invite my neighbor. իմ հարևանին հրավիրելը, It becomes my heart desire. այլ դա լինի իմ սրտի It ցանկությունը։ becomes the desire of our church. Եվ դա դառնա մեր եկեղեցու That we say, ցանկությունը։ what can we do?
Եվ հարցնենք քեզ ամեն What ժամանակ ինչ can, կարող ենք what անել, can we invest to reach people in this region? ինչպես կարող ենք հասնել մարդկանց մեր համայնքներում։ And I have good news for you. Ես այսօր ձեզ համար բարի լուր The ունեմ։ Holy Spirit will come. Սուրբ Հոգին կգա։ He will touch you new. Նա կհպվի քեզ։ He is here every day. Նա այստեղ է ամեն օր։ So I ask you, please stand up. Եվ ես կխնդրեմ, որպեսզի կանգնեք։ Let's have a moment of prayer. Ունենանք աղոթքի ժամանակ։ Lord, on this Sunday, Տեր այս Կիրակին I confess ես հռչակում եմ, my Christian faith became somehow a duty. My Christian faith becomes somehow a duty. որպեսզի իմ քրիստոնեական դեմքը դառնա քեզ նման։ I will come back Ես կվերադառնամ to the first love, իմ առաջին սիրուն։ and I cannot do it myself. Եվ ես ոչինչ չեմ կարող անել I ինքս։ need your Holy Spirit. Ես քո Սուրբ Հոգու կարիք You ունեմ։ alone can touch my heart. Խնդրում եմ, որպեսզի գաս եւ հպվես իմ սրտին։ You alone can give me a clean heart. Եվ ինձանում ստեղծես մաքուր սիրտ։ You alone can put a new fire in my heart. Եվ քո կրակը դնես իմ սրտում։ And with this new fire, Եվ սա նոր կրակ լինի։ we will have wisdom Ունենանք իմաստություն, and we will have ideas ունենանք գաղափարներ, how we can reach a great number of people for you. ինչպես կարող ենք հասնել մեծաքանակ մարդկանց խմբերի։ Amen. Amen.